Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ։ Այսօր 2025 թվականի հոկտեմբերի 17-ն է։ Այս տեսանյութում ես ցանկանում եմ խոսել Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի մասին հետևյալ հանգամանքների շուրջ։ Մասնավորապես Datalytics կայքից ես տեղեկացել եմ, որ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանից ալիմենտ բռնագանձելու հայցով, այսինքն իր երեխայի համար ալիմենտ բռնագանձելու հայցով Ստեփանավան քաղաքի բնակչուհի Քրիստինե Միշայի Ջիլավյանը դատի է տվել քննիչ Ֆիլիպ Նազարյանին եւ դատը շահել է։ Նաեւ նշեմ, որ ըստ Datalytics կայքում զետեղված տեղեկությունների Ֆիլիպ Նազարյանը դատարանում հայտարարել է, որ դա իր երեխան չէ, դատավոր Գնել Զաքարյանը նշանակել է դատագենետիկական փորձաքննություն, մինչդեռ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը հրաժարվել է փորձաքննության համար նմուշ հանձնելուց, նմուշներ տրամադրելուց եւ ըստ դատական ակտում արտացոլված տեղեկությունների համաձայն դրանով իսկ Ֆիլիպ Նազարյանը փորձել է խոչընդոտել ապացույց ձեռք բերելու գործընթացին, այնուամենայնիվ դա դատարանը մեկնաբանել է ի վնաս քննիչ Ֆիլիպ Նազարյանի եւ դատարանը իրավացիորեն եզրահանգել է, որ տվյալ երեխան հենց սերվել է քննիչ Ֆիլիպ Նազարյանից եւ դատավոր Գնել Զաքարյանը որոշել է մինչեւ հենց իր երեխայի չափահաս դառնալը Ֆիլիպ Նազարյանից ամեն ամիս բռնագանձել ալիմենտի գումար։ Հիմա ցանկանում եմ մի փոքր համեմատական վերլուծություններ կատարել կենդանիների եւ այն մարդկանց միջեւ, ովքեր որ իրենց երեխաներին հրաժարվում են պահել, մասնավորապես կատուն, հենց ես ինքս կենդանասեր եմ եւ տանը պահում եմ կատուներ, կատուն երբ որ ձագ է բերում, տեսեք, միայն թե տեսնեք, թե ինչպիսի քնքշանքով, ինչպիսի հոգատարությամբ է կատուն հոգ տանում իր ձագերի մասին եւ լավ կլիներ, որ որոշ մարդիկ օրինակ վերցնեին կատուներից, կենդանիներից եւ տեսնեն, թե կենդանին ինչպես է խնամում, հոգ տանում եւ գուրգուրում իր ձագերի մասին եւ լավ կլիներ որոշ մարդիկ էլ նույնպիսի քնքշանքով, նույնպիսի հոգատարությամբ եւ նույնպիսի գուրգուրանքով հոգ տանային իրենց երեխաների մասին։ Նաեւ կցանկանայի նաեւ հիշատակել, որ ուժգին սեռական ցանկությունները մթագնում են մարդու առողջ բանականությունը, առողջ միտքը, ուստի եթե ցանկություն չունեք ձեր երեխաներին պահելու, ապա ավելի լավ է երեխաներ մեկ ունենալ, քան թե երեխաներ ունեցեք, այնուհետև զարտողի ճանապարհներով փորձեք խուսափել ձեր երեխաներին պահելուց։ Նշեմ նաև, որ կրկին Datalytics կայքում առկա տեղեկությունների համաձայն ես տեղեկացել եմ, որ ամուսնալուծության պահանջով արդեն քննիչ Ֆիլիպ Նազարյանն է դատի տվել Սյուզաննա Գագիկի Ավետիսյանին, ով նույնպես հանդիսանում է Ստեփանավան քաղաքի բնակիչ, եւ Datalytics կայքում առկա տեղեկությունների համաձայն Ֆիլիպ Նազարյանը դատարանում հայտնել է, որ չնայած իրենց ամուսնության գրանցմանը իրենք փաստացի երբևէ ամուսնացած չեն եղել, ամուսնական հարաբերությունների մեջ չեն գտնվել եւ համատեղ կյանք չեն վարել, մինչդեռ երբ որ ԶԱԳՍ-ում ամուսնություն ես գրանցում, որոշակի տեղեկություններ ես ԶԱԳՍ-ին հայտնում քո ամուսնության հետ կապված, հետեւաբար այստեղ անտրամաբանական է, եթե ԶԱԳՍ-ում քննիչ Ֆիլիպ Նազարյանը ամուսնություն է գրանցել, հետեւաբար անհասկանալի է քննիչ Ֆիլիպ Նազարյանի դիտարկումներն առան, թե այդ ինչպես է լինում, որ չնայած իրենց ամուսնության գրանցմանը իրենք փաստացի երբևէ ամուսնացած չեն եղել։ Հետևաբար իմ դիտարկմամբ, իմ վերլուծությունների արդյունքում այստեղ պարունակվում են քրեական օրենսգրքի, ուրեմն ասեմ, որ հոդվածով նախատեսված Պարունակվում են քրեական օրենսգրքի 246 հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, քանի որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին նույն ինքը ԶԱԳՍ-ին սուտ տեղեկություններ հաղորդելը համարվում է հանցագործություն եւ առաջացնում է քրեական պատասխանատվություն քրեական օրենսգրքի 246 հոդվածի հատկանիշներով։ Նաեւ պարզաբանում եմ, որ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար նույնպես նախատեսված է քրեական պատասխանատվություն, նախատեսված քրեական օրենսգրքի 247 հոդվածի հատկանիշներով, նաև պարզաբանում են, որ
եթե դատանի վճռով սահմանված է, որ պետք է որոշակի անձը վճարի ալիմենտ, եւ եթե այդ անձը 3 եւ ամից ավելի ժամանակով խուսափում է կատարել իր ալիմենտային պարտավորությունները, դատանի վճռով սահմանված իր ալիմենտային պարտավորությունները 3 ամիս ժամանակով, ապա դա նույնպես համարվում է հանցագործություն, որը նախատեսված է քրեական նորեզգեքի 251 հոդվածի հատկանիշներով, ուստի հիմա պատկան մարմիններին հորդորում եմ ստուգումներ կատարել եւ պարզել քննիչ Ֆիլիպ Նազարյանը կատարում է արդյոք դատանի վճռով սահմանված իր ալիմենտային պարտավորությունները, թե ոչ։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ես ամենևին էլ քննիչ Ֆիլիպ Նազարյանի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող տեղեկություններ չեմ հավաքել եւ չեմ հրապարակել, քանի որ իմ կողմից հրապարակված այս տեղեկություններն արդեն իսկ հրապարակված են Dataalex կայքում, ասեմ ավելին, իմ կողմից հիշատակված այս քաղաքացիական գործերը քննվել են տրմբած ընթացակարգով եւ սույն գործերի հանրային դիտումը Dataalex կայքում սահմանափակված չէ։ Այսինքն ես ըստ էության հրապարակում եմ բաց աղբյուրներում արդեն իսկ հրապարակված տեղեկությունները, որոնք դատանի վճռով արդեն իսկ մտել են օրինական ուժի մեջ։ Վերջում ցանկանում եմ հավելել, որ այն կանայք, ովքեր որ տուժել են քննիչ Ֆիլիպ Նազարյանի գործողությունների արդյունքում, այդ կանայք կարող են դիմել ինձ, ես պատրաստակամություն եմ հայտնում քննիչ Ֆիլիպ Նազարյանի գործողություններից տուժած բոլոր կանանց իրավունքները պաշտպանելու համար, անշահախնդիր կերպով անվճար բողոքներ գրել քննիչ Ֆիլիպ Նազարյանի դեմ, ուստի բոլոր այդ կանայք կարող են կապ հաստատել ինձ հետ հետևյալ հեռախոսահամարով 077 27 07 38։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Հավելեմ նաև, որ ես ամենևին էլ չեմ թիրախավորել Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանին եւ առաջնորդվում եմ երեխաների լավագույն շահը պաշտպանելու նկատառումներով, այստեղ ինձ համար առաջնային է երեխաների լավագույն շահը ապահովելն է, կապ չունի թե դա ում երեխան է, եւ եթե կա իրավախախտում, կա հանցագործություն, ապա ես հետևողականորեն հետամուտ եմ լինելու հանուն արդարության, մինչև ճշմարտությունը լիարժեք բացահայտվի եւ մեղավոր անձին ենթարկվեն պատասխանատվության։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ պաշտոնատար անձինք պետք է հանդուրժող լինեն իրենց ուղղված առողջ եւ կառուցողական քննադատական խոսքի նկատմամբ։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։